Խոստմանս համաձայն հիմա կմեկնաբանեմ 3 հրապարակածս տվյալները, ոմանք կռահել էին, շատերն էին կռահել, որ թեման առնչվում է առողջության ապահովագրությանը, բայց քչերը կամ ոչ մեկ չէր կռահել, որ թվերը արտացոլում են 65+ տարիքի թոշակառուների առողջության ապահովագրության համակարգից օգտված լինելու վիճակագրությունը։ Այսօր ես արդեն տվյալները թարմացրել եմ եւ կներկայացնեմ 2026 թվականի հունվարի 29-ի երեկոյան դրությամբ առկա տվյալները եւ հետեւաբար 65+ տարիքի 57 թոշակառու առողջության ապահովագրության համակարգի միջոցով օգտվել է 4 միլիոն դրամ եւ ավել արժեցող առողջապահական ծառայություններից։ Դրանք կարող են տարբեր ծառայություններ լինել, վիրահատություն եւ այլն եւ այլն։ 158 թոշակառու 65+ տարիքի օգտվել է 2 միլիոնից 4 միլիոն դրամ առողջապահական ծառայություններից։ 802 65+ թոշակառու օգտվել է 1 միլիոնից 2 միլիոն դրամ արժեցող առողջապահական ծառայությունից առողջության ապահովագրության համակարգի միջոցով, որի համար թոշակառուն ոչինչ չի վճարում։ Վճարումները կատարվում են պետական բյուջեից։ 500,000 դրամից մինչև 1 միլիոն դրամ առողջապահական ծառայություններ է ստացել 1208 65+ տարիքի թոշակառու։ 6558 թոշակառու ստացել է 100,000 դրամից մինչև 500,000 դրամ արժեցող առողջապահական ծառայություն։ 2481 թոշակառու ստացել է 50,000-ից 100,000 դրամ արժեցող առողջապահական ծառայություն եւ 38809 թոշակառու ստացել է մինչև 50,000 դրամ արժեցող առողջապահական ծառայություն։ Ընդհանուր առմամբ 3 երեկոյան դրությամբ 2026 թվականի հունվարի 29-ի դրությամբ առողջության ապահովագրության համակարգից օգտվել է 50,073 65+ տարիքի թոշակառու եւ ստացել է 4 միլիարդ 924 միլիոն 110 հազար 310 դրամի առողջապահական ծառայություն։ Ուզում եմ հատուկ մեկնաբանել մինչև 50,000 դրամ ծառայություն ստացող շահառուների դեպքը, որովհետև խոսքը հիմնականում վերաբերվում է այս պարագայում ոչ պարտադիր, բայց մի մեծ մասը վերաբերվում է դեղերի ձեռքբերմանը։ Ուրեմն նախկինում մենք էլի պետական բյուջեի միջոցներով դեղեր էինք ձեռք բերում եւ սոցիալական որոշակի խմբերի հատկացնում էինք, իսկ բազմաթիվ թոշակառուներ իրենց միջոցներից ձեռք էին բերում տարբեր ցուցված եւ նշանակված դեղամիջոցներ։ Հիմա այս ծրագրի շրջանակներում մենք որոշակի փոխհատուցում ենք հատկացնում, ոչ թե դեղ ենք տալիս, այլ փող ենք տալիս մարդկանց դեղ ձեռք բերելու համար։ Ինչու՞, որովհետև նախկին փորձը ցույց էր տալիս, որ երբ որ պետական բյուջեի միջոցներով մարդկանց դեղ ենք հատկացնում, շատ դեպքերում դեղանյութը նույնն է, բայց այդ դեղի բրենդը մարդիկ ասում են այդ դեղը չի ազդում ինձ վրա կամ բավարար արդյունավետ չի, ինձ այլ դեղ է պետք եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ բացի դա, սա վերաբերում է նրանց, ովքեր որոշակի սոցիալական խմբերի ներկայացուցիչներ են, բայց այլ թոշակառուներ 65+ տարիքի բնականաբար ձեռք էին բերում, գնում էին սեփական միջոցներով դեղամիջոցներ։ Եվ ահա շուրջ 38809 65+ տարիքի թոշակառուներից, ովքեր ստացել են մինչև 50,000 դրամի ծառայություն, մեծ մասը դեղերի գնման կամ մի զգալի մասը դեղերի գնման փոխհատուցումներն են, եւ ես կոնկրետ դեպք իմացա մի 65+ տարիքի թոշակառու, ով նախկինում մինչև առողջության ապահովագրության համակարգը ամսական մոտավորապես 40-50,000 դրամի դեղ է ձեռք բերում, հիմա առողջության ապահովագրության համակարգի ներդրմամբ ինքը այդ նույն դեղամիջոցների համար սեփական գրպանից ծախսել է ընդամենը մի քանի հազար դրամ։ Ահա այսպիսին է առողջության ապահովագրության համակարգը, ինչը կարևոր է այդ թվում մեր թոշակառուների սոցիալական
վիճակի բարելավման, առողջության, կյանքի որակի բարելավման իմաստով։ Շնորհակալություն։